Ծննդավայրս Միասնիկյան գյուղն է, Արմավիրի մարզի։ 2001 թվականին եմ ծնվել մարտի 8-ին, ազգությամբ եզդի եմ, հաճախել եմ համայնքի Հարայի անվան միջնակարգ դպրոցը մինչև 8-րդ դասարան։ Մտքովս չէր անցնի, որ վարսավիրություն կդառնամ վարսավիր։ Այդ առաջի ասենք այդ միտքը ծագել է նրանից, որ հաճախել է վարսավիրանոց։ Խոսում ենք վարսավիրի հետ, նայում եմ էլի, ասենք իր գործը գոնե որոշ չափով թեթև է, ինքը ֆիզիկական տենց գործի մեջ չի, ճիշտ է ոտքի վրա է, ոտքից կնեղվեմ, այնտեղ խնդիրներ ունեմ, որ մեկ հիշում եմ վիրավորումս, ասում եմ գոնե ոտքս չլներ, լավ, ծանրություն չեմ կարում, գոնե ոտքս նորմալն էր։ Հիշում եմ ինչ տղեկ կան, որ ցավոք սրտի ոտք չունեն, ասում եմ այդտեղ էլ մի խոսա, դժգոհելի տեղ չունես։ Այն sense ինքս անընդհատ ուշ տալով որոշեցի ասի մասնակցեմ։ Մեր պատկերացրած պատերազմը ոնց որ չհամապատասխաներ իրականությանը, ու ինչի համար եմ ասում, որովհետև այս վերջի պատերազմը 44 օրեն ավելի շատ ոնց որ հիբրիդային պատերազմ լիներ։ Զինվորի մասնակցություն շատ քիչ էր, ասենց ասած, զինվոր որ պետք էր լինում, դա կոնկրետ ինչ-որ տեխնիկա օգտագործելու համար հիմնականում, որովհետև մենակ գետնի տակից էր, որ ինչ-որ արկ կամ, չգիտեմ, փամփուշտ դուրս չէր գալի, մնացած բոլոր կողմերից մեր վրա արկեր, փամփուշտներ, չգիտեմ, անօթաչումներ, ուղղակի զինվորը էլ դե անզոր է։ Ուղղակի պետք է ինքը անմահ լինի, որ կարողանա այդ ամեն ինչին դիմադրի կամ առաջ գնա կամ կարողանա խնդիր կատարել։ Ոնց կդրամ ախպեր։ Ապրես իր օբշի ֆորմը պարենք, ես կողերը մի քիչ կարճացնենք, ու վերևն անցած անգամ տեսանենք։ Հադրութի ու Վարանդայի Ֆիզուլի կոչվող այդ մեծ լճի մոտի հատվածում ենք մոտ մի շաբաթից ավել այնտեղ ենք մնացել, դիրքավորվել ենք, տվյալ տարածքը պահել ենք 22-ի ու 23-ի մարտերն են շատ ծանր եղել, որովհետև երբ որ արդեն Ջաբրայելի մարտերը ասենց մեծամասնությամբ ավարտվել են ու արդեն առաջ են շարժում դեպի Հադրութ, Մարտունու կողմ, հիմնական այդ հարվածը արդեն մեր վրա էր, էլի։ Պատերազմը սովորացնում է կյանքի գինը։ Ինչքան ժամանակ անցնում է, այդքան ոնց որ տեսածը, ապրածը ավելի շատ սկսի ասենց ասած մարդուն հետապնդել։ Այդ ասենք դրվագները, այդ կադրերը, զգացածը ու կան բաներ, որ մենք այդ ժամանակ ուղղակի ի վիճակի չենք եղել հասկանանք ինչա կատարում, բայց հիմա նոր ենք հասկանում։ Ամենաշատը ափսոսանքով եմ վերաբերվում նրան, որ այն ժամանակը, որ ես վիրավորվելու եմ գնել հիվանդանոցները, այդ ժամանակում ես պատերազմին շարունակեցի մասնակցել։ Ընդհանուր տարել եմ 14 վիրահատություն, ամենքը մեկից բարդ, այս աջ ոտքիս կրունկը կտրվել է, ամպուտացվել է, 2-3 անգամ մենակ կրունկի վիրահատությունը տեղ ունեցել, այնտեղ պլաստիկա տեղ ունեցել, վերքը փակելու, կրունկն է, որ հիմա շատ է ինձ նեղում, ոտքի վրա երկար կանգնելը, քայլելը երկար չեն կարողանում։ Ասենք օրթեզ եմ օգտագործում ոտքի համար, հոշիկի մեջ։ Կիսով չափ էլի մեղվում է։ Շատ լարված իրավիճակ էր այդ 26-ի ուշ երեկոյան, 27-ի լույս առավոտ, արդեն պատերազմը սկսեց։ Սկզբից եղել եմ Մարտունու 2-ի դիրքերում, հետո Հադրութի մատույցներում, բայց վիրավորելու ժամանակ եղել եմ արդեն Ֆիզուլի Վարանդա։ 2 ջոկեր մեր դասակը, հետախուզական դասակը, ցրված տենց ամենքս մի կողմով տենց գնում ենք, հայլում ենք դեպի այդ մեզ ասած դիրքը,
Ասացի տղեկ, ես արդեն շարժվում եմ, իմ եղածը վերցրեցի, դուք է վերցացրեք, հետևիցս եկեք ու այդ իմ ասածը, մեկ էլ դա արկի ձայնը, ոնց որ միանգամից ես ասացի ու արկի ձայնը եկավ։ Իմ գետնին պարկելը մեկ էլ իրա խփելը մեկ է լինում։ Հա, բա դու քո Instagram էջում մի հատ վիդեո ունես, մի հատ կադր ունես, է։ Այդ որ մեկն է։ Որը սնատը գալիս խփում է։ Հա, այդ կոնկրետ հենց մեր դեպքն է, այդտեղ։ Հենց կոնկրետ մեր դեպքն է, մեր հետախուզական դասակն է, մեր տղեկն են սա։ Այդտեղ այդ անօթաչում հենց ոնց որ նկարում է, ինքը կոորդինատ է վերցնում ուրիշ տեղից, ասենք արկը գալիս է հենց մեր վրա, էլի այդ հեսա։ Այստեղ տեսար բուշլատ դրավ։ Այդ բուշլատի իմ ձեռը բուշլատն էր, հես էս էլ ես եմ տեղին մատավոր ցույց տալի, էսի իմ դիպուկարի դասընթացների ժամանակն էր։ Այս նույնպես էլ ինդեղի նկարը, այս արդեն վիրավոր ժամանակ հիվանդանոցում հոկտեմբերի 25-ին նկարը։ Երկու ամիս մենակ պարկած եմ եղել, որ մի ոտքից վրա դաժե նստելու համար երազում էի, չէի կարող դե քայլել ընդհանրապես։ Ամենասկզբից եղել է երկրորդ կարգ, տվել են երկրորդ կարգ, պահպանվել է 2 տարի, այս տարուց արդեն փոխվել է երրորդ կարգի։ Վիճակից ելնելով չգիտեմ, ասում են բարելավել է, բայց իմ կրունկը չի աճել, իմ կտրված sense ասած աղիների մասերը չեն երկարել, իմ տեսածները չեն կորել, ոչ էլ ինչ-որ տենց հեռախոսի մեջ ինչ-որ մի վիդեո որ ջնջեմ, վերջես մաքուր եմ, ես ոչ մի բանի մեջ չկամ։ Ամեն ինչը նույնն է։ Ու առաջինը այդ է մտքից գալի, ասում են պատերազմը վերջացավ, վերջ, զինվորը էլ պետք չի, կամ վիրավոր զինվորը էլ պետք չի։ Բուժեք, թող լավ լինի, որովհետև առաջի հայրենասերը հենց ինքն է, Իրանից ծնվող երեխաներն են, ինքն Իրանից լավ ոչ մեկ չի պահի, չի պաշտպանի երկիրը։ Բոքսը սիրում եմ, բայց չեմ կարող հիմա մասնակցել։ Կարևորը որ տեսնում ենք այդ բնակավարում տղաները հաղթանակի են հասնում ու նվիրում են կոնկրետ զոհված տղեկին ու կռված բոլոր զինվորներին, այդ արդեն մեծ բան է։ Կյանքը միանգամից փոխվեց, ոնց որ գալիս է հոկտեմբերի 24-ը վիրավորման ժամանակ, ես ասում եմ, իմ երկրորդ ծնունդն է, մի համուն գնաց, երկրորդ համուն էլի 24-ին ծնվեց։ Միշտ չի որ մեր կողքին մարդիկ են կանգնած։ Պետք է քեզանով անես։ Ես ինքս ինձ իմ առաջ տենց խնդիր դնելով, ես ինձանով պետք է անեմ ու վերջ։ Չեղավ ես մեկը, հաջորդը կսկսեմ, այն մեկն էլ չեղավ, այն մյուսը կսկսեմ։ Ու տենց առաջ գնալով։ Ոչինչ, թող մի անգամ չլինի, թող երկու անգամ չլինի, թող սիրած գործը չլինի, որով զբաղվում եմ, բայց այն որ դռնից դուռ է բացվում։ Միգուցե տեղ մտնեմ, ուրիշ բան եմ սպասում։ Ու տենց կշարունակվի։